Այժմ իմ հյուրն է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը, պարոն Սիմոնյան, շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Սկսենք Լեռնային Ղարաբաղից։ Վարչապետը իր վերջին ուղերձում կրկին քննադատեց Ադրբեջանի Լաչինի միջանցքի արգելափակման համար, ասաց, թե Ադրբեջանը մտադիր է բաց պահել միջանցքը, բայց մեկ ուղղությամբ, այսինքն Լեռնային Ղարաբաղից կարող են գնալ Հայաստան, բայց չեն կարող վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, եւ սա հենց այն է, ինչը կարող է դառնալ էթնիկ զտման, հայաթափման արդյունավետ գործիք Ադրբեջանի համար։ Մենք արդեն տեսնում ենք, որ արցախցիները անցնում են Լաչինի կամրջով եւ գալիս են Հայաստան։ Հակառակ ուղղությամբ միայն թողնում են հիվանդներին եւ բուժառուներին, ուղեկցողներին։ Նրանք կարող են վերադառնալ Արցախ Կարմիր խաչի մեքենաներով։ Ինչպես եք դուք գնահատում այս իրավիճակի հետագա զարգացումը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Անկեղծ ասած, էթնիկ զտումները ոչ թե նախապատրաստական փուլում են, այլ դրանք ակտիվ քաղաքականություն են իրականացնում, հենց Ադրբեջանը իր ձեռամբ ցեղասպան քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնիկների հանդեպ, վերջնական նպատակը Արցախը լիակատար հայաթափելն է, էթնոցիդի ենթարկելն է, այնուհետև նաև հուշարձանային սպանդ իրականացնելու միջոցով մի քանի տասնյակ տարիներ հետո ելով կհիշի, որ այնտեղ հայեր են բնակվել, այնպես ինչպես որ դա տեղի ունեցավ Նախիջևանում։ Սա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն է, բայց մենք բոլորս գիտենք, որ նմանատիպ քաղաքականությունը 21-րդ դարում չի ողջունվում, քաղաքակիրթ աշխարհը եւ առհասարակ ժամանակակից մարդկությունը նմանատիպ քաղաքականությունը հանդուրժել չի կարող եւ ճիշտ դիվանագիտական, տնտեսական եւ ռազմաքաղաքական հակաքայլերի դեպքում ես կարծում եմ, որ Ադրբեջանի վերջնական նպատակը չի կարող իրագործվել, առավել եւս որ մենք տեսնում ենք Արցախաբնակ մեր հայրենակիցները դիմադրողականության զուտ հոգեբանական առումով դիմադրողականության մեծ պաշարներ ունեն։ Իհարկե պարենային դիմադրողականության շեմը չգիտենք երբ կհատի, գուցե եւ այս մի քանի շաբաթվա ընթացքում այդ շեմն էլ հատեն։ Ես քանիցս իմ հրապարակային խոսքի ընթացքում ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իբրև ինքնիշխան պետություն, բացի դիվանագիտական ասպարեզում բարոյական հիմքերի կուտակումը, որոնք կարող ենք մենք գնահատել ինչպես տարբեր տեսակի գիտահետազոտական ինստիտուտների զեկույցները, ինչպիսին Ռաֆայել Լեմկինի ցեղասպանությունների ինստիտուտի զեկույցներ, ինչպես ԵԽԽՎ-ի նիստերը, ինչպես Միացյալ Նահանգների կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նիստը, ինչպես վերջին ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստը, սրանք ամբողջությամբ բարոյական հիմքեր են ըստ էության։ Հայաստանի Հանրապետությունը բացի դիվանագիտական գործիքակազմը, այսպես ասած զորաշարժելուց, պետք է նաև ի թիվս դրան դիտարկի զինված ուժերի միջամտության հնարավորությունները եւ հավանականությունը։ Խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ գուցե եւ ոչ ֆորմալ զինված ուժերի, այստեղ քննարկելի է եւ հրապարակային բարձրաձայնելու հարցել չի, ուղղակի ես որպես անկախ փորձագետ իմ տեսակետներն եմ հայտնում։ Մենք շատ լավ գիտենք, որ ամբողջ աշխարհում պատերազմներում նաև անուղղակի պատերազմներ են մղվում, նաև հիբրիդային եւ պրոքսի պատերազմներ են մղվում։ Մենք այս հարցերը պարտավոր ենք քննարկել։ Ամենաբարձր մակարդակներում, հետազոտական ինստիտուտներում, think tank կենտրոններում եւ ռազմավարական հետազոտությունների համատեքստում, որտեղ եկեք մի ճշմարտություն ֆիքսենք, որ երկրի զինված ուժերը դա դիվանագիտության նման նաև գործիքակազմի մեկ այլ տեսակ է, տարատեսակ է։ Սա պետք է մենք արձանագրենք, որովհետև եթե արդեն հարցը հասավ կրիտիկական աստիճանի եւ մարդիկ սկսեցին այնտեղ հախուռն իրադարձությունների զարգացմամբ ուղղակի զոհ դառնալ, այդպիսի ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականության, ապա այլ ելք քան նման քայլի դիմելը չի մնալու։ Այո, ռիսկերը մեծ են, որ սա լայնածավալ պատերազմի կարող է հանգեցնել, բայց գիտեք ինչ, եթե կտոր առ կտոր պետք է Հայաստանի Հանրապետությունից տարածքներ կորցնենք եւ պետք է անընդհատ մեր քաղաքացիները զոհ գնան հարևան պետության քաղաքականությունից, սա պատճառաբանություն չէ թույլ լինելը, որպեսզի բիրտ ուժ կիրառելու հանգամանքը չդիտարկենք։ Ի վերջո, եթե պատին են հենում եւ սպառնում են հաշվեհարդար տեսնելու, ապա ես կարծում եմ, որ այդ հաշվեհարդարի սպառնալիք հնչեցնողը, երբ որ կսկսի գործել, մենք կարող ենք թե չենք կարող պետք է ինքնապաշտպանության դիմել։ Սա մեկ։
Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե հնարավորություններ չունի հակակշռելու ադրբեջանական սպառնալիքը, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ անգամ 44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը ահռելի ռեսուրսներ ծախսեց իր 30-ամյա կուտակած ռեսուրսներից եւ անգամ չափազանց մեծ մարդկային եւ զինվորական կորուստներ ունեցավ, որոնք տարիներ շարունակ մարզվել էին հատուկ այդ գործողությունները իրականացնելու համար։ Այժմ մենք շատ լավ գիտենք, որ 3 տարիների ընթացքում ոչ մեծ ահռելի քանակությամբ են նրանք կարողացել իրենց ռեհաբիլիտացիան հոգալ։ Եվ մեր բանակն էլ բարեբախտաբար այն իրողություններում չի, ինչ որ կար 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ։ Բարեբախտաբար, թեպետ եւ մասնագիտական հայացք նետելիս ես անշուշտ ասում եմ, որ սա իմ սրտով բարեփոխումների չափաբաժին չի ենթադրում։ Այնինչ որ ես կկամենայի, ես չեմ տեսնում ցավոք սրտի, բայց պետք է արդարացի լինենք, որ որոշ բաներ կան։ Բացի այդ, ես զինված ուժերը համարելով պետության կարևորագույն ռեսուրսներից մեկը, ռեսուրսը համարում եմ միջոց։ Եվ եթե պետությունը համապատասխան քաղաքականությունը քննարկում է, ռեսուրսների հայթայթման բազմաթիվ դիվերսիֆիկացված մեթոդներ է փորձում գտնել։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակակից իրողություններում մենք պետք է հայեցակարգային առումով դադարենք միայն լինել 3.200.000 հայության հայերի տեղաբնակ հայերի հանրապետությունը, այլ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավակնի համայն հայության պետությունը դառնալու եւ գեներացնելու իրոք գեներացնելու եւ կենտրոնացնելու համահայկականության ներուժը, ոչ թե նախքին ձևաչափով գումար խնդրելով եւ Սփյուռքի ֆինանսատնտեսական միջոցները ներգրավելու համատեքստում, այլ ընդհակառակը ամբողջ աշխարհի հայությանը շահադրթելով եւ Հայաստանի Հանրապետության մասը դարձնելու շահադրթվածություն ունենալու հիմքեր ստեղծելով։ Որն է դա, որպեսզի շատ ալեգորիկ չհնչի, աշխարհի յուրաքանչյուր ծայրում, յուրաքանչյուր անկյունում բնակվող հայ պետք է ֆիզիկապես եւ ամեն կերպ գիտակցի եւ հասկանա, որ իր թիկունքին հայրենիքը կանգնած է եւ հայրենիքի համար դժվարին օրերին էլ ակնկալիքով, որ մի օր այդ հայը եւ իր ընտանիքը կկանգնի հայրենիքի թիկունքին այնպես ինչպես որ միշտ զգացել են։ Խոսենք նաեւ Ղարաբաղի ղեկավարության վերջին հայտարարության մասին։ Ղարաբաղի ղեկավարությունը դիմել է Ռուսաստանին, խնդրելով Ադրբեջանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը անցկացնել անվտանգ վայրում, այնպիսի վայրում, որն ասենք պաշտպանվում է ռուս խաղաղապահների կողմից։ Թեև Արցախի պետնախարար Գուրգեն Ներսյանն ասում է, թե քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել Ադրբեջանի տարածքում արցախցիների ֆիզիկական անվտանգությունը, այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում երրորդ կողմի մասնակցությամբ։ Նախկինում տեղեկություններ կային, որ հենց ռուսական կողմի խոչընդոտների պատճառով հանդիպում երրորդ երկրում չի կայացել։ Հիմա փաստորեն ստացվում է, որ ռուսները հասան իրենց նպատակին, արցախցիները այդ գործընթացը կրկին հանձնում են Ռուսաստանին, այդպես է թե ոչ։ Գիտեք, առհասարակ Արցախի ուղղակի ներգրավման բանակցային գործընթացը չի բխում ոչ միայն Ադրբեջանի հետաքրքրություններից եւ շահերից, այլ նաեւ Ռուսաստանի Դաշնության։ Որտեղ մենք պետք է անկեղծորեն փաստենք այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում մերձ քաղաքականություն է իրականացում շատ ավելի շատ մոտ համարելով ադրբեջանական շահերը։ Եթե չասենք, որ լիակատար հակընդդեմ կողմ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության եւ Արցախաբնակ հայերի համար։ Որտեղ մենք շատ լավ գիտենք, որ 2010 թվականից ի վեր, ես եթե չեմ սխալվում, 2010 թվականին Դմիտրի Մեդվեդևը շատ մեծ պատվիրակությամբ մեկնեց Բաքու եւ այնտեղ բազմաթիվ իրավաքաղաքական փաստաթղթերի մի բազա ստորագրվեց եւ վավերացվեց Ադրբեջանի հետ, համաձայն որի Ադրբեջանը դարձավ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր պետություն։ Իրենք այդպիսի երկու կատեգորիա ունեն առաջ քաշած՝ ռազմավարական դաշինք եւ ռազմավարական գործընկերություն։ Եվ այդ ռազմավարական գործընկերության համատեքստում նրանք 2010-ից ի վեր մոտ 4 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառեցին իրենց այսպես կոչված չակերտների մեջ առնված ռազմավարական դաշնակցի թիվ 1 Ախոյանին, Թշնամուն։ Եվ այս համատեքստում մենք շատ լավ գիտենք, որ ամբողջ բանակցային գործընթացի արժեզրկումը 94 թվականից ի վեր մինչև 2016 թվական։ Ես առհասարակ համարում եմ, որ 2016 թվականը դա տապանակարն էր բանակցային հարացույցի, որտեղ եթե բանակցային գործընթացի ընթացքում բիրտ ուժ է կիրառվում, ապա ամբողջ պայմանավորվածությունները լցվում են ապրիորի աղբաման։
Եվ Ադրբեջանը իր ձեռքով 94-ից ի վեր մինչև 2016 թվականը տեղի ունեցած ցանկացած պայմանավորվածություն նետեց աղբամանը, եւ եթե կհիշեք 16-ի ագրեսիայից հետո անգամ բոյկոտում էր Մինսկի խմբի ձևաչափը։ Այնուհետև 2 տարի, դե գիտենք, Հայաստանի Հանրապետությունում հեղափոխական իրողություններ տեղի ունեցան 2018-ին, 2 տարի էլ սպասեցին նրանք տեսնեն ինչ է կատարվում, ինչ չի կատարվում, դիմեցին իրենց հիմնական ռազմական սադրանքին։ Եվ այդ ռազմական սադրանքով հրահրվեց լայնածավալ պատերազմ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որտեղ եկեք չմոռանանք, որ միայն մենք ենք Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը արհեստականորեն տարանջատում միմյանցից։ Թշնամու համար սա միևնույն անվտանգային համակարգ է։ Հարվածելով Լեռնային Ղարաբաղին, նրանք հարված էին հասցնում ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգին ակնկալիք ունենալով, որ պետական բուրգը կփշրվի այդ հարվածից։ Այնուհետև խամաճիկային կառավարություն կձևավորվի եւ Հայաստանի Հանրապետությունը առհասարակ ռուսական ծիրում կմնա իբրև կցորդ, այսպես ասած։ Բայց այդ պլանները չիրականացան, հիմա Հայաստանի Հանրապետությունը գոյութենական հիմնախնդրի առաջ կանգնած, այնուամենայնիվ իր որոշակի ինքնիշխան քայլերն ու գործողությունները փորձում է կատարել եւ իմի բերել։ Եվ նրանք Արցախը իրականացնում են իբրև պատանդ սեղմելու համար Հայաստանի Հանրապետության օծիկից, որպեսզի արտատարածքային պահանջներ ներմուծեն։ Նրանց հիմնական նպատակը Սյունիքը մեզանից պոկելն էր։ Եվ այս իրողություններում նրանք չկարողացան հավասարարժեք քաղաքականություն իրականացնել։ Հիմա հռետորական հարց, ինչ ենք կարծում, այս մեծ հսկայածավալ պատերազմում, որտեղ Արցախը այնուամենայնիվ նրանք համարում են արդեն իսկ օբյեկտ, որևէ սուբյեկտայնության նշույլով կոշտեն, թե ոչ։ Ես կարծում եմ, որ չեն օշտի, իսկ սուբյեկտայնությամբ կոշտեն, եթե Լեռնային Ղարաբաղին հնարավորություն ընձեռեն, որպեսզի ուղիղ բանակցությունների մեջ մտնի Ադրբեջանի հետ։ Սա սուբյեկտայնության նշան է։ Եվ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք միջազգային ամենակարևորագույն ուժային բևեռի աջակցությունն ու սատարումը ունենալով հանդերձ, այս պարագայում իհարկե մենք այնքան միամիտ չենք, որ կարծենք արևմուտքի սատարումն ու ջատագովությունը անընդհատ է լինելու։ Ոչ, դա կլինի այնքան, քանի դեռ Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական հետաքրքրությունները այդ ուղղության հետ կհամընկնի։ Բարեբախտաբար այսօր համընկնում է եւ մենք այդ իրողություններից օգտվում ենք, բայց ապագայում չենք կարող ասել ինչ կարող է լինել։ Դրա համար մենք միջազգային հարաբերություններում էլ դիվերսիֆիկացված կամ անգամ սերտացնելու քայլեր պետք է իրագործենք, որ ապագայում որևէ իրողություն չփոխվի մեր հաշվով։ Որտեւ դույզն ինչ բալանսի խախտումը արդեն կհանգեցնի մեծ կատաստրոֆաների, էլի։ Պարոն Սիմոնյան, սա այդ Արցախի պետնախարարի հայտարարությունը նաև նշանակում է, որ Ղարաբաղի իշխանությունները համաձայնել են Աղդամի ճանապարհը իբրև այլընտրանքային հաղորդակցության ճանապարհ օգտագործելու Ադրբեջանի ու նաև Ռուսաստանի առաջարկին, եթե Արցախ ուզում է, որ Ռուսաստանը կազմակերպի հանդիպումը ադրբեջանցիների հետ եւ ռուս խաղապահները ապահովեն իրենց անվտանգությունը, ապա դա նշանակում է նաև, որ Արցախը ընդունել է Աղդամի ճանապարհը իբրև այլընտրանքային ճանապարհ, որտեղ գիտենք, որ հենց ռուսներն էին, չէ՞, այդ տարբերակը առաջարկում։ Թող լինի իբրև այլընտրանքային, բայց դա չի կարող փոխարինել Բերձորի ճանապարհին, որտեղ Բերձորի ճանապարհը դա գոյութենական եւ իրավաքաղաքական կարգավիճակ ունեցող ճանապարհ է, ընդ որում հիմնական պատճառաբանությունը հետեւյալն է, քանի որ Արցախը գտնվում է այսպիսի ոչ հումանիստական քաղաքականության զոհի կարգավիճակում, արգելափակված են այնտեղ այդ քաղաքացիները 30,000 մանուկներ լիակատար շրջափակման մեջ են ամեն օր ապրում, ապա վստահության չափաբաժին չկա, որ ակնայի մերձակայքից մուտք գործած բեռները հումանիտար վտանգ իրենցից չեն ներկայացնի, ով երաշխիք ունի, որևէ մեկը չունի, բայց ակնայի միջանցք կոչեցյալը համարել իբրև այլընտրանք եւ համարել իթիվս Բերձորին բացվելիք, ես բնականon եմ համարում, որտեվ այնուամենայնիվ մենք միտված ենք խաղաղության, չէ՞, մենք չենք ցանկանում պատերազմ եւ խաղաղության համատեքստի շրջանակում է նաեւ բոլոր տեսակի ճանապարհների ապա շրջափակումը, այսինքն եւ Հայաստանի Հանրապետության տարածքներով էլ մուտք ու ելք ունենան, բայց իհարկե մեր վերահսկողության, մեր պետության լիիրավ
իրավասության ներքո նույն կերպեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Արցախի քաղաքացիները պետք է որևէ անխոչնդոտ օգտվեն ադրբեջանական ճանապարհներից, ենթակառուցվածքներից եւ այլն, եթե սա խաղաղության համատեքստից է բխում, բայց համարել ակնան, այլընտրանք եւ իբրև փոխարինող Բերձորին, ես կարծում եմ հեռատես քաղաքականություն չէ։ Ես պարոն Սիմոնյան, ինչու եմ ասում այս բանը, որ փաստորեն ստացվում է, որ ռուսները այսպես շատ հմտորեն, շատ աստիճանաբար հուշիկ քայլերով հանձնեցին ամեն ինչ որ նախատեսված էր նոյեմբերի 9-ի ուրեմն հայտարարությամբ, որ լինի, ասենք, մնա իրենց պատասխանատվության տակ, այն ինչ որ իրենց պատասխանատվության գոտում էր, Ռուսաստանը հանգիստ կերպով փոխանցեց Ադրբեջանին, սա է խնդիրը։ Եվ Ռուսաստանը ամենն է փոխանցելու։ Ռուսաստանը ամեն ինչ, որտեղ նրանց համար Արցախի հարցը փակված է։ Լավրովի ծրագիր համար 2-ի այդ արտահոսքը, որ իրականացրել են, չէ՞, այնտեղ եթե չեմ սխալվում 14 կետանոց ինչ-որ բաներ։ Սա բացառապես հստակ ընդգծում էր այն հանգամանքը, որ ռուսները դուրս են գալու Արցախից։ Եվ ես ասեմ ավելին, ռուսները դուրս են գալու առհասարակ Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած բոլոր տարածքներից, որովհետև ժամանակակից պատերազմներում ես հեծանիվ չեմ հորինի, որ ասեմ, ժամանակակից պատերազմներում այն իմունային համակարգը, որը անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնությանը, նա չի տիրապետում հավաքական արևմուտքի դեմ, որտեղ նրա դեմ համակարգային պատերազմ է մղվում, ընդ որում այն պատերազմը, որը որ Ռուսաստանն ինքն է սանձազերծել վիճարկելով աշխարհակարգը եւ նմանատիպ դիմադրողականության ներուժ չունի, իսկ որն է ամենակարևորագույնը 21-րդ դարի պատերազմներում, դա տեխնոլոգիաներն են։ Տեխնոլոգիաները Միացյալ Նահանգներում եւ Արևմուտքում են, դրան հակադրելու ոչինչ չունի Ռուսաստանի Դաշնությունը եւ ինչքան էլ ողբերգական չէ այդքան հսկայածավալ մարդկային կորուստները, բայց անգամ այդ եղանակով, որը Ռուսաստանի Դաշնության դոկտրիններում միշտ է շրջանառվել, սա եւ Սվեչինի աշխատանքներում կարող ենք եւ Տուխաչևսկիի աշխատանքներում կարող ենք նայել, թեպետ Սվեչինը մի քիչ դեմ էր Տուխաչևսկիին, նա համարում էր, որ այդքան լայն մարդկային կորուստները անթույլատրելի են։ Այնուամենայնիվ մենք շատ լավ գիտենք երկրորդ համաշխարհային պատերազմը ինչպես նրանք հաղթեցին եւ մեզ էլ պարտադրեցին ի թիվս նրանց, որտեղ ինչքան ազգաբնակչություն կոտորվեց, ամեն երրորդ հայը գնաց եւ հետ չեկավ երկրորդ համաշխարհային պատերազմում։ Եվ այսպիսի կորուստների գնով անգամ վերախաղարկելը հնարավոր չի լինի, որտեղ մենք տեխնոլոգիական ժամանակաշրջանում ենք ապրում։ Հայաստանը տեսանելի քայլեր է անում ռուսական ազդեցության գոտուց ինչ որ չափով գոնե դուրս գալու ուղղությամբ, մասնավորապես Ռուսաստանի գլխավորած անվտանգային կառույցներից կախվածության թուլացման առումով Հայաստանը փորձում է այլընտրանքային լուծումներ գտնել իր անվտանգության կարիքները բավարարելու համար, փորձելով խորացնել հարաբերությունները թե Միացյալ Նահանգների, թե Ֆրանսիայի, թե Եվրամիության տարբեր երկրների հետ, ինչպես նաև Հնդկաստանի հետ հիմա տեսնում ենք, սակայն Հայաստանը այդուհանդերձ շարունակում է մնալ այդ ազդեցության գոտում հատկապես տնտեսական առումով եւ գիտենք որ տնտեսությունը շատ հզոր ուրեմն գործիք է Ռուսաստանի համար իր ճնշումը բանեցնելու իր լծակները պահպանելու համար ինչ հեռանկարներ եք տեսնում իսկ կողմից մենք տեսնում ենք որ Հայաստանի համար այդ անվտանգային ազդեցության գոտում մնալը Ռուսաստանի բավական վտանգավոր է Ես միանշանակ համաձայն եմ ձեզ հետ։ Ընդհանրապես Այո, դա չափազանց վտանգավոր է, որովհետև եկեք անկեղծ լինենք եւ անկախ փորձագետի կարգավիճակով ես կարող եմ իմ տեսակետը արտահայտել։ Ես համարում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը անգամ պատերազմ է մղում Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա իմ տեսակետն է անհատական եւ այս համատեքստում ես Հայաստանի Հանրապետության իշխանության քայլերը հավասարարժեք չեմ գնահատում եւ չեմ տեսնում որ այդքան մեծ քայլեր են իրականացնում տոքսիկ վտանգավոր ռազմաքաղաքական եւ տնտեսական դաշինքներին ոչ ասելու ուղղությամբ ընդ որում գիտեք ինչ մի շատ կեղծ կատեգորիա է պատտվում անընդհատ շրջանառվում խոսույթում քաղաքական ներհայաստանյան որ այլընտրանքը որն է Երաշխիքներ պետք չի փնտրել
Չի կարելի առհասարակ ռեալ պոլիտիկի համատեքստում այլընտրանք փնտրել, երաշխիքներ փնտրել, նոր տոքսիկ միջավայրեր լքել։ Սկզբում դուրս ես գալիս, ազատում ես քո հնարավորությունների տիրույթն ես ստեղծում, այնուհետև ձևավորում ես համապատասխան մթնոլորտ նորի համար։ Նորն էլ դեր հարց է, կլինի թե ոչ, սա էլ է քաղաքականության հարց։ Բայց ես կարծում եմ, որ մենք մեծ հնարավորություններ ունենք նորի համար, մեծ հնարավորություններ կա, չենք գործարկում։ Ես բավարար կհամարեի, եթե Հայաստանի Հանրապետությունը ելնելով իր անվտանգային հիմնախնդիրներից առհասարակ լքեր հապկը դեռ 2021-ին, հիմա արդեն հարց կբարձրանար ԵԱՏՄ-ի լքելու համար, որտեղ մենք շատ լավ գիտենք, ես տնտեսագետ չեմ, բայց որ իբրև քաղաքագետ որոշակի եզրահանգումներ կարողանում եմ անել այս ուղղությամբ, այս տնտեսական աճը, որ անընդհատ մեզ ցույց են տալիս, իշխանությունը ցույց է տալիս, սա փուչիկ է։ Մի օր պայթելու է, որովհետև շատ լավ գիտենք, որ ԵԱՏՄ-ն այն ծավալի շուկան չէ, որ կարողանա հարատև բարեկեցություն ապահովել մանավանդ այսպիսի աշխարհաքաղաքական իրողություններում։ Իսկ մենք գիտենք, թե համաշխարհային կապիտալի առյուծի բաժինը որ շուկաներում են։ Մենք շատ լավ գիտենք, ու մենք շատ լավ գիտենք, թե Հայաստանի Հանրապետության արտադրանքը ինչպիսի գայթակղիչ կարող է լինել շատ հարուստ շուկաների համար։ Քայլ առ քայլ մենք կարող ենք այնպիսի տնտեսական անվտանգության բարձիկներ ձևավորել Հայաստանի Հանրապետության համար, որ ԵԱՏՄ-ն երբևիցե նմանատիպ ներուժ չէր կարող ունենալ։ Եվ վառ օրինակը մենք տեսանք Վրաստանի մեքենաների շուկայում այսպիսի որոշումների կայացումը, չէ՞։ Դուք կտեսնեք, որ մեքենաների շուկայում շրջանառվող այդ հսկայածավալ կապիտալը ինչպես կսկսի նվազել եւ ի վերջո կհասկանան, որ այդպիսի տնտեսական աճը, որ արձանագրում են հիմա, սա փուչիկ է, որ վաղ թե ուշ պայթելու է։ Եվ հիմա ես ուզում եմ մի հարցի անդրադառնալ, որը այս շաբաթ այդ հարցը շոշափվեց, ես ուզում եմ հատկապես ձեր կարծիքը լսել։ Խոսքը անկախության հռչակագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին է։ Փաստորեն վարչապետը ակնարկում է, որ այդ հռչակագիրը քննության կարիք ունի։ Ինչու է ցանկանում վարչապետը ռևիզիայի ենթարկել անկախության հռչակագիրը։ Արդյոք այս կետի համար չէ, որ մեջ բերեմ հիմա։ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան, Թուրքիայում եւ Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Թուրքիան միշտ բողոքում էր, գիտենք, որ Հայաստանը իր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ է ներկայացնում։ Թուրքերը հենց այս արևմտյան Հայաստան եզրույթի մասին են ասում եւ բողոքում են։ Հիմա արդյոք վարչապետը հենց սա նկատի չունի, երբ ասում է, թե իր առարկությունը տարածքային, տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որը մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ։ Այս ինչպես կարող եք դուք մեկնաբանել վարչապետի այդ մեկնաբանությունը, հայտարարությունը, չգիտեմ ինչպես ասեմ։ Ոչ միայն անկախության հռչակագրով նաև Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի թիվ 1 երաշխավորն է եւ անկախության հռչակագիրը հղում է կատարում Հայաստանի Առաջին Հանրապետությանը, իսկ մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանի Առաջին Հանրապետության ծիրում էր Նախիջևանը եւ շատ այլ տարածքներ էլ։ Բայց ես մի բան էլ կարող եմ ասել, որ ոչ մի քաղաքական ուժ որևէ տեսակի, անգամ ամենահսկայածավալ հանրային աջակցություն ունեցող եւ լեգիտիմության հսկայածավալ չափաբաժին ունեցող քաղաքական ուժ էլ չասած, որ ներկայիս կառավարությունը, որ այդ աստիճանի լեգիտիմություն այլևս չունի։ Չի կարող երբևէ պատմության հարացույցում թեպետ եւ տիրապետելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանական լծակներին վիճարկելու կամ սակարկության դնելու Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, դա անբեկանելի փաստաթուղթ է, անգամ հանրաքվեի միջոցով դա հնարավոր չէ բեկանել։ Սա պատմության մեջ թողնված հավիտենական փաստաթուղթ է, այնքան քանի դեռ կա Հայաստանի Հանրապետությունը։ Եվ որևէ մեկը, եթե սուր է ճոճում այդ փաստաթղթի նկատմամբ, արժե զրկում եւ թիրախավորում է իր անձը եւ իր քաղաքական ուժին, ոչ երբեք անկախության հռչակագրի նկատմամբ որևէ մի բան կարող է անել, որտեվ անգամ եթե չճանաչեն էլ իրավաքաղաքական այդպիսի ընթացակարգ չկա դեվալվացիայի ենթարկելու անկախության հռչակագիրը։ Ես կրկնում եմ նորից, որ անգամ հանրաքվեի միջոցով հնարավոր չէ անկախության հռչակագիրը փոփոխել, խմբագրել, վերացնել, չեղարկել, դա անբեկանելի է, վերջ։
Փաստորեն կարելի է սահմանադրությունը կարելի է հանրաքվեով լրամշակել, բայց անկախության հռչակագիրը ոչ։ Ոչ միայն սահմանադրությունում գերզ կարծր նորմատիվ իրավական ակտեր կան, որ անգամ հանրաքվեով հնարավոր չի փոփոխել։ Օրինակ առաջին, երկրորդ հոդվածները անհնարին է փոփոխել։ Հոդվածները անհնար է, այո։ Այնպես որ վարչապետը չլինի ամբողջ ազգը լինի, չեն կարող անգամ դույզը նինչ մատով դիպչել անկախության հռչակագրին, հանգիստ թողնել է պետք այդ փաստաթուղթը, դա պատմական փաստաթուղթ է։ Իր փորձաքննությունը պատերազմի դաշտում անցած եւ Հայաստանի Հանրապետության կենսունակությամբ պայմանավորված։ Եվ վերջ, սահմանադրությունների մեջ մի հիշատակ եք, չեք հիշատակել եւ սա քաղաքական գործընթաց է, հասկանալի է, բայց անկախության ինչ վերաբերում է արտաքին ուժերին, վարչապետը ուղղակի կարող է դիմել նրան եւ ասել, ոչ ես եմ ընդունել անկախության հռչակագիրը եւ ոչ էլ ես կարող եմ նման կարողություններ ունեմ այն Սա ազգային սիմվոլ է եւ որևէ մեկը իրավունք չունի իր քիթը մտցնելու Հայաստանի Հանրապետության ներքին խոհանոցի, ներքին օրակարգի մեջ, անկախ նրանից թե որքան զորեղ է այդ որևէ մեկը։ Եվ ընդ որում ես մի բան էլ կարող եմ ասել, որ նմանատիպ փաստաթղթերը դրանք հաղորդագրություն են միտված ապագային։ Այսօր ենք մենք թույլ եւ տկար, բայց ինչի ենք մենք կանխավարկած ունենում, որ միշտ ենք այսպես թույլ, փոքրականակ եւ տկար լինելու։ Սա հաղորդագրություն է ապագային սերունդներին, այնինչ որ անլուծելի է մեր սերնդին, շատ ձյուրի լուծելի կարող է լինել հաջորդ սերունդների համար։ Պետք չի դարակազմիկ փաստաթղթերին դիպչել, պետք է զբաղվել երկրի դիմադրողականության բարձրացմամբ, զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ եւ արդյունավետ դիվանագիտության արարմամբ։ Եվ այստեղ մեղավորներ փնտրել իրավաքաղաքական փաստաթղթերի համատեքստում իմ կարծիքով սխալ է, չի կարելի։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, հետաքրքիր հարցադրության համար, ես կարծում եմ, որ մենք էլի կհանդիպենք, հետաքրքիր է շատ, շնորհակալ եմ։ Սիրով։ Տեսություն ձեզ։ Հաջողություն ձեզ։